Հայտնի բժիշկներից, հաղորդավարներից, լրագրողներից ցանցում քաղաքական դաշտ հիմա էլ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է թիրախում, իբր գովազդում է WhatsApp-ի կողմից ստեղծված հարթակ, որի միջոցով հնարավոր է գումար վաստակել։ В Армении начинается новая волна возможностей. Տարօրինակ է, բայց deepfake-ը հայկական քաղաքական տիրույթ շատ ուշ մտավ։ Այսինքն, երբ որ ինքը արդեն շուտվանից օգտագործվում է տարբեր երկրներում, մեր մոտ հիմա է sense նախընտրական փուլում սկսել։ Այդ կեղծ տեսանյութում Աննա Հակոբյանը նաև նշում է, թե իր ամուսինը Նիկոլ Փաշինյանը իբր եւս այս նախագծին աջակցում է։ Արհեստական բանականությամբ ստեղծված այդ տեսանյութերը, եթե հայտնի դերասանների կամ հաղորդավարների դեմքով միայն վստահություն ձեռք բերելու ակնկալիք ունեն, ապա այս դեպքում քաղաքական ենթատեքստ էլ կարող է ունենալ։ Ազդեցությունը երկարատև է, իսկ հավատացողներ ու խաբվողներ միշտ կլինեն։ Սամվել Մարտիրոսյանի դիտարկումն է։ Ամենա տարօրինակ այն է, որ ինչ deepfake-ը սարքես, ինչ որ մարդիկ հավատալու է։ Սկսած նույնիսկ deepfake-ը պետք չի։ Ես հիշում եմ մի 2 տարի առաջ տենց նախագահի անունից գնում էր առաջարկ գրանցվել բանկային քարտի տվյալները տալ, որովհետև բոլորին նվիրում է 35,000 դրամ թե 40,000 դրամ։ Ու մարդիկ հավատում են, որ հարցնում ես ինչու ես հավատում, ասում բայց նախագահն է, հեսա նկարը կա, այսինքն հերիքա նկարը դնես, ինչ որ մարդիկ արդեն դա համարում են վստահել։ Իսկ երբ տեսնեն Աննա Հակոբյանը կանգնած խոսում է, խրախուսում, իհարկե հավատացողներն ավելի շատ կլինեն։ Մինչդեռ Աննա Հակոբյանի մասնակցությամբ deepfake տեսանյութի իրական տեսանյութը 2024-ի սեպտեմբերին տեղի ունեցած Իմ քայլը բարեգործական հիմնադրամի կազմակերպած համաժողովից է։ Համաժողովը հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիության մասին է։ Աննա Հակոբյանի ելույթը հայերեն։ Մենք դեռ շատ ջանքեր ունենք գործադրելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար։ Տեղեկատվական անվտանգության փորձագետը մանրամասնում է, deepfake տեսանյութերը հիմա ավելի շատ ռուսերեն են, քանի որ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը հայերենով դեռ լավ չեն խոսում, կեղծիքն ակնհայտ է զգացվում։ Շուրթերն այլ ձև են շարժվում, դիմախաղն է այլ, պատմում է Մարտիրոսյանը։ Ընդ որում այս ռուսալեզու deepfake-երը շատ որակյալ են արդեն դարձել, բայց արդեն աչքի են ընկնում նաև հայալեզու ու ներքաղաքական, այսպես մարդկանց վրա հոգեբանական ճնշման տեսանկյունից։ Իսկ ինչպես տարբերել, եթե նախկինում տեխնիկական պարամետրերին հղում գուցե անեին, հիմա փորձագետները հորդորում են նախ բովանդակությանը նայել, տարածողներին։ Այսինքն որքանով է հավանական, որ այն ինչ որ դու տեսնում ես կարող է լինել։ Ընդհանրապես այնպես բացահայտ գովազդի մեջ մասնակցի երկրի ղեկավարը կամ առաջին տիկինը եւ այլն։ Հետո մի հատ նայեք թե ինչ էջով է սա տարածվում։ Սովորաբար մարդիկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, այս էջը բացվում է, եթե ունենք ինչ որ 6 լայքով 3 բացված էջա, բնականաբար դա էլ պետք է կասկածառություն։ Կոնկրետ այս դեպքում տեսանյութը տարածվում էր 2021-ին բացված մի Facebook-յան էջով, որտեղ այս պահին ոչ մի տեսանյութ չկա, բայց նոյեմբերի 20-ին, երբ Civilnet-ի փաստերի ստուգման հարթակներ անդրադարձել, էջը 8 deepfake տեսանյութեր գովազդի միջոցով տարածում, նույն եկամուտ բերող հարթակի վերաբերյալ։ Դրանցից 6-ում օգտագործվում էր Աննա Հակոբյանի կերպարը։ Ձայնը արհեստական բանականության գործիքների միջոցով են պատճենում, պատմում է Մարտիրոսյանը։ Այդպիսի գործիքները այսօր շատ են, կատարելագործվում են, եւ եթե ամիսներ առաջ ահազանգում էին զեղծարարներ են, խաբելով փող են աշխատում, ամս է ամիս պատկերը փոխվում է։ Ոչ հայկական հետազոտողները նաև ֆիքսում են deepfake-երի կիրառում նաև տենց տեղեկատվական դրսից գրողների մեջ Հայաստանի դեմ։ Ու դա այս արդեն մի քանի ամիս է գործում է, այսինքն սա զեղծարարներ չեն, այլ ոնց որ պետությունների կողմից հովանավորվող խմբեր են աշխատում։ Դեպի Ադրբեջան։ Չէ, ավելի շատ Ռուսաստանի հետ են կապ։ Այսինքն միջազգային մի շարք հետազոտություններ կան, որտեղ հայտնաբերվել են նման գործիքակազմ, շատ ավելի լայն, այնտեղ deepfake չի մենակ, շատ տարբեր գործիքներ են օգտագործվում ու Հայաստանը այնտեղ սկսում է երևալ, որտեղ այդ նույն խումբը աշխատում է Մոլդովայի, Ուկրաինայի ու Հայաստանի վրա ու ոնց որ հետքերը տանում են Ռուսաստանի դաշտից։ Արդեն նկատվում է նաև deepfake-երի ներքաղաքական կիրառումը, դեռ քիչ եւ թույլ ազդեցությամբ։ Ու կարծում եմ սա գնալով ավելի կուժանա գարնալ։ Իրինամ Կրչյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։